Զանգեզուրի միջանցք թե Թրամփի ուղի Բաքուն և Անկարան շարունակում են առաջ տանել Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող այս ճանապարհի իրենց նարատիվը։ Փաշինյանը միջազգային բարձր ամբիոններից հակադարձում է Ալիևին, ակնկալելով պարզաբանումներ, ասում է կարևոր է խաղաղությունը փայփայել ու օգտագործել լեգիտիմ համաձայնեցված բառապաշար։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Ստամբուլի Ակոսթերկի հայերեն բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը կարծում է, որ Անկարան ու Բաքուն հետ չեն կանգնել ճանապարհն առանց ստուգումների անցնելու իրենց մտադրությունից։ ԱՄՆ նախագահը Թուրքիայի հետ միասին գործը գլուխ է բերել, քանի որ Երևանի համար Ալիևի ու Էրդողանի պահանջներն ընդունելն ավելի դժվար էր, քան Թրամփի։ Ինչ տարբերություն կա Զանգեզուրի միջանցքի եւ Թրամփի ուղիի միջև։ Բացի անունի տարբերությունն ինչ փոխանցալից ինչ տարբերություն կա։ Այս հարցումին պատասխանը ես չունեմ։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ իրենք են դրել Զանգեզուրի հաղորդակցության թուրքական հատվածի հիմքը։ Այն ըստ պաշտոնյայի ամրապնդելու է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական գործակցությունն ու արագացնելու է հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում։ Բագրատ Էստուկյանն այս հարցում լավատես չէ։ Ընդհակառակը Վաշինգտոնյան համաձայնությունները պոլսահայ խմբագրին ավելի շատ են մտահոգել, խաղաղություն չի եկել, ասում է։ Մեզի բարդատրվեցավ զիջողություն գրգին անգամ։ Մեր պետականությունը Թրամփին զոհեցինք։ Թրամփի առաջարկին զոհեցինք մեր պետականությունը։ Խաղաղության խաչմերուկը շատ հասկանալի էր, շատ բարձ բացատրելի երևույթ էր, բայց հրաժարեցանք։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին։ Նախագահ Էրդողանի ղեկավարությամբ անցկացված նիստում ընդգծվել է նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային գծի կարևորությունը, նշվել է, որ դա կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Իսկ Թուրքիայի խոշորագույն Turkish Airlines ազգային ավիափոխադրողը մտադիր է կանոնավոր ուղիղ թռիչքներ սկսել դեպի Երևան։ Այժմ Երևան-Ստամբուլ չվերթներն իրականացնում է թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը։ Սերդար Քլիջի եւ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումներն յետ սա անագնկալումը չէ, սպասված հետևանք է։ Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերությունների ակնկալիք ունի Պոլսո հայոց պատրիարքը։ Սահակ Մաշալյանը Սպուտնիկին ասել է, որ երբ Արցախի խնդիրը չկա, Հայաստանն ու Թուրքիան ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորել։ Սահակ arczepiskopos-ի այս ձևակերպումը գրեթե նույնությամբ արել էր Էրդողանը, հիշեցնում է Էստուկյանը, սակայն Անկարան չի շտապում, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը։ Կարծվի թե եթե սահմանը բացվի թուրքական ապրանքը պիտի ներխուժի Հայաստան եւ Հայաստանի արտադրությունը պիտի գասեցվի։ Հայաստանը ինչ արտադրություն ունի, որ ինչը պիտի գասեցվի։ Միգուցե քանի որ թուրքերը ալքան Հայաստանի մեջ նոր հյուրանոց բանան։ Այս ալ մեզ չխանգարեր։ Իսկ Թուրքիայում կա հայերի հետ բարեկամանալու պատրաստակամություն։ Եթե բեդուտյան դիրքորոշումը դեպի բարեկամություն ընթանա, արդեն հասարակության մոդալ փոխադարձ ազդեցությունը կդեսնվի։ Ես այսքան ասեմ, որ հասարակ Թուրքիո քաղաքացին հասարակ հայաստանցի հետ հանդիպելով ոչ մեկ խնդիր ունի։ Սահակ arczepiskopos Մաշալյանի ասելով Թուրքիայի հասարակությունը հույս ունի, որ ճանապարհները կբացվեն ու կլինի բարեկամություն։ 30 տարվա ընթացքում առնվազն 200 հայ է եկել Թուրքիա ու գնացել։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։